Տիկին Թոփակվաշյան Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշել են Հայաստանի Հանրապետություն մուտք եւ ելք անելիս Հայաստանի Հանրապետության անձնագրի վրա արկա կնիքից հանել Արարատի պատկերը։ Մի կողմից թույլ կտամ ասել ինչ որ պարզամիտ գործողություն, բայց դրա հետևում ընկած է մի ամբողջ ինքնության հարց։ Անշուշտ։ Մենք նաև գիտենք եւ ծանոթ ենք խոսույթին Արարատի մասին, իշխանական խոսույթին, այն արագածով փոխարինելու իրական Հայաստանի այս մղումներին, անհասկանալի մղումներին, հայեցակարգին, նոր հայեցակարգին, որը դերևս նաև անդրադառնալու է փաստացի իդրաֆտում դրված է նաև պետական ծրագիր, նախագիծ, որը հետո եթե օրենքի վերածվի, մեր պետական թատրոնները, հաստատությունները, արվեստի մշակույթի կենտրոնները նաև պիտի այդ ծրագրին համահունչ զերծ մնան ինչ որ խոսույթներից, ինչ որ էլեմենտներից, որոնք այսպես ասած ըստ իշխանության կպարունակեն պատերազմի հանդեպ նկարտումներ եւ այլն եւ այլն։ Ինչպես եք դուք վերաբերվում այս ամենին, Բուլղարիայից ինչպես է երևում պատկերը։ Անշուշտ ես բոլոր Բուլղարիայի մասին չեմ գրնար խոսի, քանի որ ըստ ինձի այդ բոլորը ինչ որ նշեցիք շատ քիչ մարդիկ ծանոթ են, գուզեմ ասել, որ այդքան խորը չեն մտած այդ խնդիրներուն մեջ, բայց գիտնալով շատ լավ ինչ է վերաբերմունքը աշխարհով մեկ հայերուն եւ սփյուռքի մեջ Արարատի հանդեպ գրնամ ասել, որ այդ դեսագետը, որը ցույց կտա իշխանությունը, անընդունելի է, Արարատը միշտ հայկական եղած է եւ մեր հոգիներուն մեջ, մեր սրտերուն մեջ միշտ այսպես եղած է, որ Արարատը հայկական է եւ նույնիսկ ունին բուլղար ընկերներ, որոնք երբ որ գխոսին Արարատի մասին, զարմանքով կնշեն, որ միթե Արարատը Թուրքիո մեջ կգտնվի։ Գուզեմ ասել, որ օդար ասկի մարդիկը նույնպես Արարատը որպես հայկական գնդունին։ Մեր ժողովրդի պատմությունը միշտ անբաժան եղած է այս սրբության խորհրդանշեն եւ առասպելական լերը պետք է նշենք, որ անմիջական գաբը կստեղծե եւ առաջին Հայաստանի Հանրապետության հետ։ Մենք պետք չէ մոռանանք այդ մեր պատմական գիծը, չնայած որ այսօր իշխանությունները գխոսին ռեալ Հայաստանի մասին։ Ես չեմ գիտեր ինչ կհասկանան այդ ռեալ Հայաստանը ասելով, քանի որ եթե ռեալ Հայաստանը միայն Փաշինյանի Հայաստանն է, մենք մեզ համար այդ բոլորովին անընդունելի է, մենք ունենք տարավոր պատմություն, ոնց կարելի է խոսենք միայն այսօրվա Հայաստանի մասին, չհիշելով, չնշելով ու չբախելով մեր պատմական Հայաստանը։ Հետո պետք է ասեմ, որ Հայաստանի հետ կապված դիցապանությունները հայ ժողովրդի կողմէ գիտակցաբար դեղափոխված ու հասած են մինչև օրս որպես մի տեսակ ազգային կոդ, ազգային ծածկագիր, որը կխորհրդանշե ոչ նյութական հայկական մշակույթի ժառանգության ազգային մեր ավանդույթները։ Վերջապես մենք բարդատիր ենք բախել այս մեր ավանդույթները եւ ոչ ոք իրավունք չունի ոտնագող է այս խորհրդանիշը, ոչ ոք, ոչ այսօրվա իշխանությունը, ոչ վաղվա իշխանությունը, որբեսի բավարարե որևէ մեկուն նպատակները։ Տեսեք, իշխանության տեսակետը հետևյալն է։ Փաշինյանն ասում է, ես ասացի, որ Ղարաբաղյան շարժմանը պետք է վերջ տրվի եւ այն երկու շարունակվի։ Հետո ասում է, ժողովուրդը չըմբոստացավ, ժողովուրդը հեղափոխություն չարեց իմ այս կոչմանը ուրեմն համապատասխան եւ փաստացի ժողովուրդը կողմ է իմ այս մտքին։ Մենք հիմա տեսնում ենք նաև գործնականից կամ տեսականից գործնականի անցում, մասնավորապես
պատմական Հայաստանից իրական Հայաստան այդ թեզերի հետ կապված։ Եթե մի ժամանակ խոսվում էր Եթե մի ժամանակ խոսվում էր Արարատը Արագածով փոխելու մասին, այսօր պրակտիկ փաստաթղթաշրջանառություն է փոխվում դրան ի համապատասխան եւ ժողովուրդը կարծես թե էլի լռում է։ Ինչ անել եւ արդյոք այս լռությունը համաձայնության նշան է։ Գիտեք, ես քանի անգամ դարեգան գայցել եմ Հայաստան ու գպորձեմ խոսիլ մարդկանց հետ, բարձ ժողովրդի հետ, անձանոտ մարդկանց հետ ու կտեսնամ, որ հայը արդեն զզված է այս բոլոր դեպքերեն, որոնք տեղի կունենան Հայաստանում եւ իմ կարծիքով հոգնած են ժողովուրդը, կտեսնամ, որ փոփոխություն չկատարվում ու ադոր համար եւ կմնան անդարբեր, կմնան լուր, բայց կան սրբություններ, որոնք մենք բարդատիր ենք բախել, մենք սպյուրք ենք, մենք հերուգը կտնվինք եւ կգարձեմ, որ այդ մայրերը, այդ հայրերը, որոնք զոհդվին իրենց երեխաներին, ի բադիվ, ի անխանուն այս իր որդիներին պետք է պաշտպանեն այս մեր սրբությունները եւ անկարող է լուր մնալ ու անդարբեր մնալ, որովհետեւ այս ինչպես ասեմ անընդունելի շղթան, որը գործե իշխանությունը տնել, ասանք շարել, պիտի անվերջ լինի։ Այսօր պիտի գփոխեն ասիգա, վաղ գփոխեն անիգա, վերջապես ինչ կմնա Հայաստանեն։ Իսկապես ես չեմ հասկնար ինչու հայ ժողովուրդը Հայաստանի մեջ այդքան անդարբեր հասկանամ, որ հոգնած են, նույնիսկ կան մարդիկ, որոնք ինձ ասին, որ մենք այլևս միայն մեր ընտանիքի մասին պիտի մտածենք, մեր հարազատի, բայց այդ բոլորը կապված է հայրենիքի հետ։ Այդ նույն անտարբերությունը նաև որոշակի հայ հասարակության, Հայաստանում բնակվող հասարակության մի մասը զգում է Սփյուռքից։ Որքանով եք համաձայն այս կարծիքին։ Արդյոք Սփյուռքը եւս անտարբեր է։ Այո, վերջերս Սփյուռքը նույնպես անդարբեր դարձավ որոշ չափով, քանի որ ինչ ասեմ, քանի որ կտեսնանք, որ Հայաստանի մեջ փորձեր կատարվեցան, կտեսնանք, որ փոխվի այդ բոլոր իրականությունը, քանի որ կտեսնանք ինչպես կցերպակալվին արժանի հոգևորականներ, արժանի անձնավորություններ, արժանի քաղաքականության պատկանող մարդիկ, այդ բոլորը իսկապես մեզի խուսատապ կնե։ Չեմ կրնար պաշտպանել Սփյուռքը, մենք իսկապես պետք է ավելի ակտիվ օլանք, բայց մյուս կողմանը կտեսնանք, որ Սփյուռքի ձայնը բոլորովին արդեն չի լսվում Հայաստանի մեջ, Սփյուռքը մեկ կողմ դրին, Սփյուռքը կարծես թե այլևս ներկա Հայաստանի իշխանություններու համար նշանակություն չունի։ Ժամանակին այո, այս անձամբ մասնակցած եմ լիքը միջոցառումներու Սփյուռքի հետ կապված, հիմա էլ կկատարվին, բայց գիտեք, նույն ոգին չկա, նույնը չէ։ Ադոր համար եւ կարելի է թե Սփյուռքը նույնպես իսկապես հիասթափված է։